Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցում Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան, մեր հավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ այս արշավը եւ այսօր եւս մեկ գրառում էր արել, որի վերջին բարբերության մեջ ըստ էության, գոնե առաջին հայացքից քաղաքացիական բախումների նախապատրաստություն կամ սպառնալիք է հնչեցնում, ասելով, որ դիմելով իբրև թե իր կողմնակիցներին, ովքեր հավատավոր եկեղեցու հավատավոր զավակներ են, պատրաստվենք վեհապարին փոխենք, ուրիշ մարդ բերենք վեհապար դարձնենք։ Փաշինյանի հասկացողությամբ, ընկալմամբ սրբազանի։ Մենք առիթ ունեցել ենք ձեզ։ Ինչ է սա։ Մենք առիթ ունեցել ենք ձեզ հետ մի քանի անգամ խոսելու ճանաչողական պատերազմի մասին։ Նիկոլի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետություն նման է նարդի խաղալու, որտեղ որ ինքը զառը գցում է եւ ուզում է խաղալ։ Իսկ իրականության մեջ ինքը քաղաքական խաղերի տեսության ամենահայտնի խաղն է կիրառում Հայաստանում, որը բոլորս փոքր ժամանակ խաղացրել ենք, չինգաչունգը, այսինքն թուղթ, մկրատ եւ քար խաղը։ Ինքը ժամանակ առ ժամանակ փորձում է Հայաստանի քաղաքական դաշտը ապակայունացնել եւ այդ ապակայունացումը մեկ եկեղեցով, մեկ տարբեր քաղաքական դեմքերի մակարդակով, մեկ գիտության ու կրթությունով, մեկ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելով, լավացնելով, մեկ Պարսկաստանին վատություններ անելով եւ ինքը այս բանն է խաղում եւ փորձում է անակնկալի բերել բոլորին իր այդ խաղով։ Հիմա նույն խաղը շարունակվում է։ Իրականության մեջ այն ինչ որ Նիկոլն անում է, ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսի դեմ է, այլ ամբողջ հայոց եկեղեցու եւ կաթողիկոսական ինստիտուտի դեմ է։ Նպատակը ո՞րն է ժամանակ առ ժամանակ լարել իրավիճակը։ Այդ բացատրեք մեզ։ Անգամներ առիթ ունեցել եմ ասեմ, Նիկոլը պետական դավաճան է, որը ուղղակիորեն ֆինանսավորվում է դրսից։ Հիմա այդ դուրսը կարող է լինել Թուրքիան, կարող է լինել Ադրբեջանը, կարող է լինել երկուսը, կարող է լինել դիցուկ Իսրայելը, Անգլիան, բայց ոչ հայկական։ Եվ այն ինչ որ ինքը անում է, ուղղակիորեն ծառայության մատուցումն է կաթոլիկ եկեղեցուն, Թուրքիային, Ադրբեջանին եւ մնացածին։ Ինքը ուրիշ ոչ մի բան չի անում։ Անգամներ ունեցել ենք ձեզ մոտ առիթ ծառայություն մատուցում է, որ ինչ անի, եկեղեցին քանդի, ինչ պիտի անի։ Տեսեք, Նիկոլը առիթ ունեցել ենք ձեզ մոտ խոսելու, որ Հայաստանը ապագա աշխարհաքաղաքական դաշտում մնալու է որպես դուռ արևելքի եւ արևմուտքի միջև։ Եթե Հայաստանը չլինի կամ Հայաստանը լինի բայց շատ թույլ, այդ պարագայում արևմուտքը շատ հանգիստ գնում է մինչև որ կենտրոնական Ասիա, առանց խոչընդոտների։ Եվ այդպես ինքը կկարողանա վերահսկողություն սահմանել եւ Չինաստանի նկատմամբ, եւ Ռուսաստանի նկատմամբ, եւ Իրանի նկատմամբ, հետագայում ինչու՞ չէ նաեւ Հնդկաստանի նկատմամբ։ Վերջ-վերջով չինական մեկ գոտի մեկ ճանապարհը նաեւ անցնում է այդ ճանապարհով։ Եվ իրենք ուզում են, որ վերահսկողություն սահմանեն, ապակա աշխարհաքաղաքական քարտեզում շատ մեծ դեր ու նշանակություն ունի նաև Անդրկովկասը, եւ Անդրկովկասի վրա վերահսկողությունը առաջնային խնդիրներից մեկն է արևմուտքի համար։ Որ եկեղեցին քանդի, կվերահսկեն արդեն Հայաստանը։ Ինչպես են սկսում կառավարել ժողովրդին, երբ որ ոչնչացնում են հավատքը, ոչնչացնում են հույսը, ոչնչացնում են սեփական մենքի նկատմամբ հավատքը, երբ որ իրենք սկսում են տարածել միայն եսասիրությունը,
Այն ինչ որ Նիկոլն անում է, միայն ու միայն եսասիրություն է տարածում Հայաստանում։ Նիկոլը շատ է սիրում խոսել Քրիստոսի երանիների մասին, որ Քրիստոսն ասել էր, այսօր էլ ինքը իր գրառման մեջ այդպիսի երանիներն ասել էր։ Ես հիմա կարդում եմ իր երանիների իսկական պատկերը, ոչ թե այնինչ որ Քրիստոսն ասել էր։ Երանի գլխով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի տառապանքը։ Երանի հիմարներին, որովհետև նրանք պիտի ավելի հիմարանան։ Երանի եզերին, որովհետև նրանք երկիրը պիտի կշտացնեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն գինու, որովհետև նրանք պիտի մասնակցեն գինու փառատոնին։ Երանի դավաճաններին, որովհետև նրանք գերեզմանատեղ չեն ունենա։ Երանի նրանց, որ սիրտ չունեն, որովհետև նրանք Աստծուն երբեք չեն տեսնելու։ Երանի խաղաղության խաշմերուկին հավատացողներին, որովհետև նրանք տեսնելու են միայն պատերազմ։ Երանի նրանց, որ ցնծում են Նիկոլի համար, որովհետև նրանցն է դժոխքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ չար խոսքով հարվածում է Նիկոլը, քանի որ կարդարացվեք դուք։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետև երկնքում հանուն հայրենիքի նահատակվելուն վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Նիկոլը իրականության մեջ քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի։ Նիկոլը հակաքրիստոնյա է եւ հակաաստված է։ Այն մարդը, որը կոտորեց ավելի քան 5000 հոգու, այդ մարդը չի կարող քրիստոնյա լինել։ Այն մարդը, որը աչ ու ձախ սուտ է խոսում եւ հետո ինքը իր սուտը չի հիշում։ Ամենավառ օրինակը 5-շաբթի օրը կառավարության նիստի ժամանակ ինքն ասում էր, որ աշխատատեղերը շատացել են, չգիտեմ քանի 100,000-ով, բայց 5 րոպե հետո իր ֆինանսների նախարարը ասում էր, որ աշխատատեղերը համեմատ 2024 թվականի առաջի եռամսյակի 1.5%-ով պակասել է։ Այսինքն ինքը սովոր է սուտ խոսելու։ Եվ այսպիսի մարդը, եթե ասի, որ մածունը սպիտակ է, մենք պիտի սկսենք կասկածել մածունի էության վրա։ Ինքը մածուն ցույց չի տալիս։ Լավ, այսպիսի մարդու հետ երեք դրա արդյունքը տեսանք եւ ես արձագանքել էի դրան, ինքը հայտարարեց Տեր Պետրոսյանը ընտրակեղծարարության հիմնադիրն է, չնայած որ այդպես է իրականում, բայց քանի որ Նիկոլն էր ասում, մարդիկ սկսեցին ասել, չէ, այդպեսի բան չկա, Տեր Պետրոսյանը ընտրակեղծարարության հիմնադիրը չէ։ Բայց գանք այսօրվա հայտարարության, եթե թույլ տաք։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փոխել վեհապարը։ Հիմա դուք ասում եք, սա ճանաչողական պատերազմ է, դուք ասում եք, սա հանրային քաղաքական կյանքը այսպես փոթորկելու միջոց է, հա։ Բայց լավ, այդ կոչին ինչ որ մարդիկ հավատալու են։ Փորձելու են քշել եկեղեցու վրա։ Տեսեք, այն կողմից արդեն կոչեր են հնչում, որ մենք պաշտպանելու ենք եկեղեցին։ Արդյոք սա քաղաքացիական բախման հենց նախադրյալը չի։ Նախ եւ առաջ հասկանանք ինչ է քաղաքացիական բախում։ Քաղաքացիական բախումը այդպես ինչպես որ Նիկոլը ցանկանում է եւ իր երազանքն է տեղի չի ունենա։ Երկրորդը ինքը ցանկանում է որ Երևանի փողոցներում արնայողություն տեղի ունենա։ Եղբայրը եղբորը մորթի, կնոջը ամուսնուն դավաճանի, հայրը որդուց հեռանա, աղջիկը մորը դավաճանի, ամուսինները իրար դավաճանեն, իր ուզածը սա է։ Ինքը ուրիշ ոչ մի բան չի ուզում։ Երբ որ ինքը որպես երկրի առաջի դեմք հայտարարում է, որ Աննան իր կինը չի, այլ իր ընկերուհին է կամ իր սիրուհին է եւ կամ իր երեխաների մայրն է, դա նշանակում է, որ ինքը ուզում է ոչնչացնել ընտանիքի ինստիտուտը, առաջի դեմքի, երկրի առաջի դեմքի ինստիտուտը։ Եթե ինքը ոչնչացնում է այդ ամեն ինչը, ինքը չի կարող որևիցե մի բան անել։ Եվ հետո առաջի փորձը հայոց եկեղեցուն վարկաբեկելու համար ինքը իրականացրեց դեռ 2018 թվականին, երբ որոշ հոգևորականներ էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար աջակցեցին այդ ամեն ինչին։ Վեհապար նոր Հայաստան, նոր վեհապար շարժումով։ Եվ այն ժամանակ էլ որոշ տխմարներ իրենք տրվեցին այդ ամեն ինչին։ Հիմա իրենք երկրորդ անգամ են փորձում, թող փորձեն։ Հայկական եկեղեցին իր 1700 տարվա գոյության ընթացքում հարյուրավոր Նիկոլներ է տեսել։ Հետո ինչ են կարող անել։ Եկեղեցին ինքը ի վիճակի է իրեն պաշտպանելու։ Պարզապես մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունն է այսօր ավելի ցավալի վիճակում, քան մնացածը։ Եթե երկրի առաջի դեմքը զառով է խաղում եւ հետո իր ԿՊ-ն իր համար դամ է պահում դուդուկով, դա լավ բանի չի բերի։
դա լավ բան չի բերում։ Եվ մենք որպես երկիր, որպես պետություն, որպես աշխարհի առաջի քրիստոնյա պետություն, մենք չասեմ, Նիկոլը վարկաբեկում է ամեն ինչը Լավ, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանը ուզում է Երևանի փողոցներում արյուն հասնել։ Հակառակ կողմից պիտի, այսինքն Նիկոլ Փաշինյանը անում է ծայրահեղ հայտարարություններ, որոնք դրդում են մարդկանց գործողություններ։ Հակառակ կողմից պիտի գործողություն լինի, թե պիտի զիջեն։ Ինչպես օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը սպառնաց քաղաքացիական պատերազմով, եւ հակառակ կողմից ոչինչ տեղի չունեցավ, այսինքն մարդիկ ասեն, լավ, շարեց փորձանքից հեռու։ Արեք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Նախ եւ առաջ 2018 թվականին 20 թվականին նոյեմբերի 9-ին 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանության հանձնում եւ նույն ուժերը, ովքեր որ իշխանությունը հանձնեցին Նիկոլին, հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամեն կերպ պաշտպանեցին իրեն։ Եվ երբ որ իրենք 17+1 միջոցառումը իրականացնում էին ազգային ժողովի դիմացի փողոցում, Բաղրամյան պողոտայում եւ փորձում էին ինչ-որ մի բան անել եւ ժողովրդի մեջ կուտակած գոլորշին իրենք դատարկեցին, բաց թողեցին, իրենք ծառայություն մատուցեցին Նիկոլին։ Սա այլ հարց է։ Ինչպես ասացի, Նիկոլը մեր ժողովրդի հետ խաղում է թուղթ մկրատ քար խաղը։ Հիմա դուք ունեք երկու ճանապարհ, կամ իր հետ սկսում եք խաղալ, որը անդադ պիտի զուգորդվի անակնկալներով, քանի որ դուք չգիտեք իր հաջորդ քայլը որ մեկն է, կամ ուղղակիորեն իրեն բոյկոտում եք եւ չեք խաղում։ Եվ դուք ձեր սեփական խաղն եք խաղում։ Վերջ-վերջո Այսինքն ես ձեզ ճիշտ հասկացա, այսինքն ստացվում է այսպես, եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումների կոչ է անում, ապա ոչ թե պետք է արձագանքել այսպես, դե արի մենք պատրաստ ենք, սկսենք, այլ ուղղակի ուրիշ խաղ խաղալ։ Եվ ես կարծում եկեղեցին դա գիտակցեց իր հայտարարությամբ։ Եկեղեցին շատ բարձր գտնվեց, ճիշտ է, որոշ հոգևորականներ չկարողացին իրենց հուզմունքը եւ էմոցիաները զսպեն, բայց եկեղեցին ինքը վերջոչու ինստիտուտ է։ Այս ինստիտուտն է հարվածի տակ եւ իրենք ուզում են հարվածեն։ Եվ դրա համար եկեղեցին բավականին ճիշտ մոտեցում ցուցաբերեց եւ ոչ մի այն արձագանքը, որ Նիկոլն ուզում էր, չստացավ։ Վերջ-վերջո արեք ճիշտ գնահատենք, Նիկոլը որպես մարդ ավելի շատ վամպիր է։ Վամպիրը երբ է ուժը ստանում։ Երբ որ իրեն հակազդում ես։ Եթե իրեն դու չհակազդես, ել ինքը իր ուժը որտեղից է ստանալու։ Ինքը պիտի ստեղծի որոշ մարդկանց, որ իրեն անդադ ուժ տան։ Այդ մարդկանց ուժն էլ անսպար չի։ Վերջոչո մի օր գալու է, բոլորը զզվելու են, ասելու են, որ դավա եղի։ Լավ, պարոն Պետրոսյան, տեսեք, դուք երկարամյա փորձառություն ունեք։ Դուք տեսել եք Հայաստանի ամենադժվար տարիները եւ 90-ականներին եւ հիմա, հա, նաեւ Մերձավոր Արևելքում շատ այսպես ակտիվ շփումներ ունեք։ Մեր ռեգիոնում, մեր վիճակում գտնվող մարդը, մեր պետության ղեկին կարելի է առաջադրել Մասիսի քաղաքապետին։ Այսինքն այդ ուղերձը ո՞րն է հասարակությանը, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի թիմը ասում է այս վիճակում գտնվող երկիրը կարող է հանել Դավիթ Համբարձումյանը։ Ես անկեղծ ասեմ, այդ տղային շատ լավ եմ վերաբերում Դավիթ Համբարձումյանին, շատ կարքին մարդ է, որպես մարդ։ Քաղաքականապես ես գնահատում եմ իրեն միամիտ, ուղղակի ես խաղի մեջ մտնելու համար։ Արեք ես չփորձեմ Հանրապետական կուսակցության որոշումը քննարկման ենթարկել, որ դա ճիշտ էր թե ոչ, այլ նայեմ հարցին քաղաքականորեն։ Եվ իրեն առաջարկել է դա, այո։ Եվ հարցը նայենք, թե դա ինչ է նշանակում։ Նկատի ունենալով Դավիթի անցյալը եւ այն ինչը որ իր մասին կա, իրականության մեջ Հանրապետական կուսակցությունը ակնարկում է, որ նորից կրիմինալը հետ է վերադառնալու։ Եվ եթե կրիմինալը հետ է վերադառնալու, այն զանգվածը, որը Նիկոլին արդեն ատում է, այդ մարդիկ ասելու են, որ Աստված մի արասցեն, նորից կրիմինալը հետ կա։ Ավելի լավ է Նիկոլը մնա,
քան թե կրիմինալը հետ գա։ Այդ ուղերձը դուք տեսնում։ Միանշանակ։ Հանրապետական կուսակցությունը այսքան տարվա փորձ ունենալուց հետո, եթե չունի տեխնացու եւ այսպիսի մեկին է առաջ մղում, որի պատմության մեջ կա կրիմինալ, միայն սա է նշանակում։ Եվ երկրորդ բանն էլ կա, որ ասում են Դավիթ Համբարձումյանը հենց իշխանության եկավ, մենք հնարավորություն ունենք հայ մնալու, անգամ ես։ Նիկոլն էլ երբ որ գալիս էր, ասում էր խաղաղություն են բերելու։ Չեք հավատում մի խոսքով։ Ես հավատում եմ միայն գործերին։ Խոսքերը ոչինչ են այս։ Իդեպ լավ, որպես քաղաքագետ, որպես նաև մարդ, որ այսպես մասնագիտորեն է նայում իրադարձություններին։ Սրանից 1 ամիս առաջ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է հետևյալը. Ես հավակնություն չունեմ երկրի ղեկավար դառնալու, նման հավակնություն չունեն նաև իմ թիմակիցները։ 1 ամիս հետո առաջադրում են մարդու։ Սա խաղ է փոխվել իրենց մոտ, թե ավանդույթի համաձայն ճշմարտությունը չասվեց այն ժամանակ։ Որ թվականին էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը խաղամոլ չի։ Որ թվականին էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հավակնում երրորդ անգամ ընտրվելու։ 14-ին դա երբ։ Երբ ինքը սահմանադրությունը փոխեց եւ կարեց 2015-ին։ լավ։ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ շատ մեծ տարբերություն չկա։ Չէ, բայց 1 ամիս առաջ ասում են մենք տեխնացու չենք ունենալու։ Կապ չունի։ Բացարձակ ոչ մի բան չի նշանակում դա։ Եթե քաղաքական խելամտության կանխավարկածություն։ Մարդը գիտի, ներողություն, պարոն Պետրոսյան։ Մարդը գիտի, որ ինքը անում է հայտարարություն։ Տեղեկատվական դաշտում, քաղաքական դաշտում, բոլորը հետևում են դրան, հետո հիշեցնելու են։ Պարոն Մուրազի, կա հստակ մոտեցում։ Եթե քաղաքական կուսակցություն է եւ չի ձգտում իշխանության, այդ ժամանակ այդ քաղաքական կուսակցության գոյությունը ում է պետք։ Եվ եթե շարունակում է մնալ որպես քաղաքական կուսակցություն, դա նշանակում է, որ իրենք ձգտում են իշխանության եւ ուզում են վերցնել այդ աթոռը։ Եվ ստում են, երբ որ ասում են, որ չենք ձգտում։ Միանշանակ։ Կներեք, դուք ջուրը, որ բաժակով վերևից լցնեք, կսպասում եք, որ ջուրը չթափի, թափվելու է։ Քաղաքականության մեջ հենց այնպես որևիցե մի բան չի ասվում։ Եվ եթե մարդը ասում է, մենք նախորդ անգամ էլ չի արձանագրեցինք, այն կուսակցությունները, որոնք ասում են, որ իրենք իշխանության գալու ձգտում չունեն, պիտի լուծարվեն ու բարի խմբակ բացեն, կամ ասենք շախմատի խմբակ կարող են բացել։ Միանշանակ, եթե որևիցե քաղաքական կուսակցություն ինքը չի ձգտում, որ վերցնի իշխանությունը իր ձեռքը, դա նշանակում է տվյալ կուսակցություն չի, այլ ինչ որ մեկի դրածոն կամ ինչ որ մեկի կամակատարը կամ իշխանության կողմից ստեղծված ինչ որ մի կառույց է, որպեսի դառնա կեղծ ընդդիմադիր իշխանության երկարաձգելու համար։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը տասնյակ տարիներ ունենալով կառավարման փորձ, լինելով ազգային անվտանգության ծառայության տնօրեն, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, ապա վարչապետ եւ հետո նախագահ, այս ամենապարզ իրականությունը չի հասկացել, որին շատ մեծ կասկածանքով են վերաբերվում, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես քաղաքական գործիչ չի։ Եվ ավելին ասեմ, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կամակատար է դրսի ուժերի եւ այն ինչը, որը արվել է եւ անում է, դա ծառայում է դրսին եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա լավ, Դավիթ Համբարձումյանն առաջադրելով ո՞նց են դրսին ծառայում։ Հարցանք իրենց։ Դա տեսեք, երբ որ առաջնություն է գնում եւ դուք մրցակից եք եւ թիմով եք աշխատում եւ տեսնում եք, որ ձեր դիմացի մրցակիցն էլ է շատ թույլ եւ ինքն էլ հնարավորություն ունի պարտվելու ու դուք ավելի թույլ մարդու եք առաջադրում, ինչ է նշանակում։ Նշանակում է դիմացինին ուժեղացնելու նպատակ։ Վերջացավ։ Որտեւ ինձ համար գիտեք ինչն է աբսուրդային։ Մարդիկ 2018-ի իր առաջադրումը բացատրում են սրանով, որ առաջադրվեց, որտեվ աղետ էր մոտերում, որը անգամ Կարեն Կարապետյանը չէր կարող պահել։ Հանրապետականում ուրիշ մարդիկ չկան։
Հիմա երբ որ Արցախը կորցրել ենք, բանակը ջախջախված է, խայտարակ վիճակում ենք, հանրային պառակվածություն, ասում են, այ Դավիթը համբարձում են կգա ու այսինքն փաստում նա հանրապետականում երկրորդ մարտն է ըստ էության։ Արեք իրավիճակը չխառնենք իրար եւ Հիմա ավելի վատ վիճակ չի, քան 18-ին։ եւ չստեղծենք այնպիսի տպավորություն, որ ամեն ինչը խախուրն քայլերի պատճառով է լինում։ Բա ինչ պատճառ։ Չեմ կարող ասեմ, թե իսկապես իրենց բուն պատճառը ինչ է, բայց երբ որ դրսից նայում ենք, այդպես է երևում։ 2018 թվականին այնպես չէր, որ Կարեն Կարապետյանը ի վիճակի չէր իրավիճակը փոխելու, բայց Սերժ Սարգսյանը խաղաց այն, ինչը որ դրա համար եկել էր։ Այսինքն ինքը բերեց Կարեն Կարապետյանին, որպեսզի ցույց տա, որ ինքը ինչ որ բարեփոխումներ անելու, բայց հետո վերջի վարքյանին ինքը իրեն առաջադրեց։ Հիմա չի էլ բացառվում, որ նույն խաղը հիմա էլ անեն։ Այսինքն Դավիթին առաջ են մղում, որպեսզի բոլոր հարվածները վերցնի իր վրա, եւ հետո վերջի վարքյանում մեկ ուրիշին առաջ քաշեն։ Լավ, պարոն Պետրոսյան, մենք որպես ժողով մեղք չենք այս քաղաքական ուժերի ձեռքը, որ անընդհատ ինչ որ խաղեր են խաղում, Նիկոլը չինգա-չունգա խաղում, Սերժ Սարգսյանը շախմատ է խաղում, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի խաղ ոնց չի խաղում։ Չգիտեմ, ինչ խաղ է սիրում, պետք է հարցնել։ Այսինքն այս ժողովուրդը ըստ էության մենք որպես հասարակություն դարձել ենք փորձադաշտ քաղաքական ուժերի ձեռքին։ Հələ փորձեք, ասма։ Եկեք փորձեք, այս գործ չի։ Նիկոլ ասма, Նիկոլը հրապարակային անգամ ասել, որ ինքը որպես կառավարություն փորձարարությամբ է զբաղվում։ Ասում մենք կփորձ, հիմա բիզնեսի կյանքը դժվարացնող մի նախաձեռնություն էին բերել, ասում են, սա փորձենք 3 ամիս, եթե լավ չաշխատես կհանենք, բայց կնես 3 ամսում այդ բիզնեսը կարող է այնպիսի կորուստներ կրել, հասարակությունը այնպիսի կորուստներ կրի, որ այլևս վերադառնալ հնարավոր չէ։ Նորից եմ ասում, որ Նիկոլը չի եկել հանրապետությունում որևիցե մի բան անելու կամ ճշտելու կամ սարքելու կամ կառուցելու։ Նիկոլը եկել է քանդելու։ Էլ ինչ պիտի անի, որ այդ բարձ ճշմարտությունը։ Լավ, հասարակությունը ինչ պիտի, հասկաց, հասարակությունը ինչ պիտի անի, որ այս խաղերին հոգնած գլուխը վեկալել, գնացել է իր հոգսերի մեջ, ասում է գնացեք դուք էլ քաղաքական ուժերն։ Իրավունք ունի հասարակությունը, հասարակությունը երբ որ չի, չէ։ Կարևոր չի, որ դա լուծում է, թե ոչ։ Երբ որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը իրենք փորձում էին ջարդել մեր ժողովրդի հավաքական մենքը եւ ստեղծում էին անհատական եսեր տարբեր ձևերով եւ ասում են, որ կարևոր է նա, որ դու լավ ապրես, շատ կներեք թքած մնացածի վրան, բարձր որ պիտի հասնենք այստեղ։ Եվ այս իրավիճակը, որի մեջ մենք կանք, սա օրինաչափություն է։ Հիմա երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտը, Սերժը բոլորը ջարդում էին մտավորականությանը եւ դասում էին գրպանային մտավորականություն, չէին գիտակցում, իրենք շատ լավ էլ գիտակցում էին։ Հասարակությունը իր լայն իմաստով միշտ հետևում է մտավորականությանը։ Իսկ մտավորականը այն մարդն է, ով որ ճշտին ասում է ճիշտ, սուտին ասում է սուտ։ Կեղծին ասում է կեղծ։ Իսկ իրենք փորձեցին գնել բոլոր մտավորականներին եւ մտավորականության արժեքը իրենք տապալեցին։ Այսինքն ճշմարտությունը ասող չեղավ այլևս։ Այո, հիմա էլ չկա։ Մեր որևիցե մտավորական տեսել եք, որ ճշմարտությունն ասի։ Չկան։ Քանի որ բոլորին ինչ որ կերպով լրացրել են։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ի վիճակի էին խոսելու կամ հիմա արդեն մահացել են, կամ նրանք էլ ովքեր որ կան ասում են լավ, ես մի երկու տարին էլ թող ապրեմ, ջանդամ գյուղ, թող ով ինչ ուզում է ասի։ Այս իրավիճակն է, իսկ հասարակությունը այդ ժամանակ դառնում է անտեր հոտի նման եւ իրեն որ կողմ ուզենան կքշեն։ Այդ ժամանակ էլ այդ հասարակությունը սկսում է ասել, որ լավ, օգնեցինք ձեզ բոլորիցդ, ոչ մեկից չենք հավատում, ոչ մեկից չենք ուզում տեսնենք, մենք գնում ենք մեր տները եւ իրենք պարփակվում են իրենց 4 պատի մեջ, որը բնական երևույթ է։ Ինչ եք ուզում հասարակությունից։ Ուզում եք հասարակությունը գա դուրս եւ ինչ անի։ Փոսից դուրս գա ինքնի փոսամանը, թե կեղտից դուրս գա ինքնի կեղտամանը։ Հասարակության չի պիտի մեղադրել, հասարակությունը ունի խնդիրներ է։ Ասեն լուծումը ո՞րն է։ Սրա լուծումը նա է, որ քաղաքական գործիչները, ովքեր որ կան քաղաքական դաշտում,
Եվ իրենք իսկապես խոսում են հանուն Հայաստանի Հանրապետության զարգացմանը, իրենք նախ եւ առաջ ծրագրով առաջ գան։ Ոչ թե ասեն, երբ կանք իշխանության, մենք մեր ծրագրի մասին կխոսենք։ Իմանանք ինչ ծրագիր ունեն։ Այո։ Եթե իրենք այդպես են խոսում, դա նշանակում է, որ իրենք ոչ մի ծրագիր չունեն։ Կամ ամենայն դեպս ծրագիրը ասելու բան չի։ Չի կարող այդպիսի բան լինել։ Նիկոլը ուներ ծրագիր Արցախ հանձնելու, բայց որ 2018-ին դա ասեր, Ոչ մեկը իրեն ձայն չէր տա, բայց այդ իմաստով եմ ասում, ասելու բան չի։ Բայց այդ մասին գիտեր նաև Սերժ Սարգսյանը։ Քանի որ երբ Նիկոլը եկավ, հաջորդ օրվանից ամբողջ հանրապետական կուսակցությունը սկսեցին խոսել, որ Նիկոլը եկել է Արցախը հանձնելու։ Ժամանակ էին ասում։ Այո։ Շարմազանովը եւ մնացածն էին անում։ Ուժերը բան արեցին, ստիպեց։ Տեսեք, հզոր ուժերը չեն կարող ստիպեն, եթե դուք ձեր ծոցում ստիպելու տեղ չունեք։ ձեր ծոցում չեք աճացրել 5-րդ շարասյունը։ Եթե դուք աճացրել եք 5-րդ շարասյունը, ինչ պատճառներով, դա նշանակում է, որ դուք էլ այդ թշնամու խաղն եք խաղացել։ Իսկ եթե թշնամու խաղ խաղացել, նշանակում է, որ դուք էլ եք դավաճան։ Անխտիր, բոլորդ եք դավաճան։ Եթե գիտեիք այդ արհավիրքը կա, ինչը Սերժը մարդ չուներ, որ Նիկոլին խփել տար։ Ինչու չարեց։ Հիմա տեսնենք մեկը կպներ իր բիզնեսներին, ինքը այդպես չէր վարվի իր հետ։ Ես առաջարկում չանել հայտարարություններ, որի համար կարող են ձեզ Մենք տեսական ենք բանանում։ Տեսական է։ Այո։ Որտեվ անկեղծ եմ ասում, ձեր խոսքը եթերում ինձ համար շատ կարևոր է, մենք հաճախ ձեզ հյուր ենք հրավիրում, ես կարծում եմ առողջացնող խոսք ունեք, դրա համար չեմ ուզենա որ Ես բավականին ես հարցերը նայում Նիկոլին ինչ ուզում եք ասեք, Սերժ Սարգսյան կարող բան ասեք, հայտնվեք բանտում։ Սերժ Սարգսյանը ինչ շատ լավ գիտի։ Մենք անգամներ առիթ ունեցել ենք իրար հետ դեմազդեմ նստել։ Հատկապես դրա համար կնստեք բանտում, դες շատ լավ։ Եվ շատ անգամներ քննարկել ենք Հայաստանի հետ կապված կարևորագույն հարցեր եւ խնդիրներ։ Անշուշտ երբ որ ինքը դարձավ վարչապետ, իր բոլոր հարաբերությունները խզեց, բայց մինչ այդ մենք անգամներ հանդիպել ենք։ Եվ ինքը շատ լավ գիտի մեր կառույցի, մեր կազմակերպության մոտեցումը հայկական բոլոր խնդիրներին եւ գիտի, որ այդտեղ զիջում չկա մեր կողմից։ Մի միլիմետր չկա։ Դրա համար ես ազատ կարող եմ ասել այն ինչ որ ուզում եմ ասեմ։ Սկսած Լևոնից, Ռոբերտից, Սերժին ու Նիկոլին։ Իրենք չեն կարող ինձ որևիցե մի բանով վախացնել։ Իրենք փորձերն ունեն եւ արդյունքներն էլ տեսել են։ Այդ իսկ պատճառով ես չեմ խոշում իրականությունը ասել այնպես ինչպես որ կա։ Թող իրենք մտածեն։ Դե համաձայն եմ ձեզ հետ, հատկապես այն իմաստով, որ նայում եմ օրինակ որևէ մեկը հիմա եթե Սերժ Սարգսյանի քննադատում է, հայտնվում է Սերժ Սարգսյանի մեդիաների ամենօրյա թիրախում։ Ու սուտ ու կեղծիք են տարածում։ Հիմա բա ասում ես 2018-ին փեսատ ամբողջ մեդիա դաշտին տիրապետում էր։ Բայց Նիկոլի մասին ճշմարտությունը պատմեիք։ Այն ռեժիմով ինչ որ հիմա ձեզ քննադատողներն են պատմում։ Բայց էլի չվերադառնանք այդ ոչիլի պատմության այն իմաստով, որ ինչ ոնց ֆրցնում եք, էլի այդ անեկդոտը հիշում եք ոչիլի։ Շատ լավ։ Որ ինչի մասին խոսում են վերջում մենք էլ ինչի մասին խոսում ենք վերջում գարսենք Սերժ Սարգսյանը։ Տեսեք, Միքայել Մինասյանի ազգակիցները մանավանդ իր քերին, լուսահոգին ինձ շատ մտերիմ մարդ էր։ Եվ մենք շատ մոտիկից շատ անգամներ զրուցում ենք։ Եթե Միքայել Մինասյանը իրավացի է եւ ճիշտ էր իր տեսակետների մեջ, ինքը երբեք այդպիսի հիմար սերիալներ չէր նկարահանի եւ չէր տարածի Հայաստանում, որպեսզի ընտանիքները քանդի։ Իսկ երբ որ քննադատում էին, ասում էին, որ ինչու եք այդպիսի հիմար եւ ազգակործան սերիալներ նկարահանում, իրենք պատճառաբանում էին, որ հասարակություն է ուզում, ոչ հասարակությունը նայում է այն ինչը որ դու իրեն մատուցում ես։ Եթե դու հասարակությանը մատուցես հայրենասիրական ֆիլմերով, ինքը կդառնա հայրենասեր։ Ամբողջ Սերժ Սարգսյանը իր գիտակցական կյանքում մեկ ֆիլմ նկարեց։ Մի վախեցիր է։ Ինչ մեծ ընդունելություն գտավ դա։ Ինչու չշարունակեցիք։ Ինչու չարեցիք։ Դե հիմա արդեն երկու ֆիլմ էլ Մեկ մուլտիկ նկարահանեցիք Սասունցի Դավիթը։ Ինչ մեծ հաջողություն ունեցավ։
Աննահիտը նկար անեցիք, ինչ մեծ հաջողություն ունեցավ։ Իսկ այդ ամեն ինչի կողքին գալիս եք պորնո եք քարոզում, այդտեղ էլ այսօրվա քպականների 90%-ը եկել են դեր են ունեցել։ Հիմա էլ իրենք գլուխ են գովում, որ պատվով փող են աշխատել։ Դրա պատիվը որն է դա։ Չէ, կներեք, պորնիններ փողոցում պատվով փող է աշխատում։ Սա է խնդիրը, որ մենք հիմնական հարցերը թողնում ենք, թողնենք, իրենց մակարդակի չիշնենք։ Խնդիրը հիմնականում սա է, որ մենք հիմնական խնդիրները, որոնք որ պատճառ են հանդիսացել այսօր ազգը գտնվի այս վիճակում, թողել եւ քննարկում ենք Նիկոլն ով է։ Թող որևիցե մեդիա չքննարկի իր խոսքերը։ Թող որևիցե մեդիա, թող որևիցե ով ուզում է լինի, թող որևիցե մեդիա իր տարածած հիմարությունները չտարածի։ Ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Տեսեք, չէ, հիմա Հայաստանի ներողություն արձագանքեմ էլ լավ, խոսում։ Հիմա դուք խոսում եք այնպես տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը մեդիաներ չունի։ Հիմա էլ 20-րդ դարն է, պետական հեռուստաընկերություն ռադիո, մեկ էլ տպագիր թերթեր։ Տարածման ոչ մի եղանակ չկա, այ որ մեդիաները Նիկոլի ասածը չքննարկեն, էլ այդ ասածը չի տարածվի, ով ասաց որ այդպես է։ Այսինքն հիմա վատ է, որ այս ֆորմատը, այս ձևաչափով մենք քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի ասածը եւ դուք բացատրում եք, թե ինչ նպատակ ունի ինքը։ Հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, ասում էր, որ վեհապարը զավակ ունի։ Որևիցե մեդիա չի ասում քեզ ինչ։ Արդյոք մենք քննարկում ենք քո ինգերուհու, քո աղջիկների, քո տղայի բարոյական իրավիճակը։ Չենք քննարկում։ Ինչի՞։ Ցանկացած շատ մեդիաներ ասին քեզ ինչ, այդ թվում ցանկացած երկիր ունի որոշակի հիմնասյուներ։ Ոչ մի հիմնասյուն անմեղ չի։ Ոչ մի մարդ, ինչ են ասում, սուրբ չի։ Բոլորն էլ ունեն թերություններ։ Հիմա եթե դու մատդ տանում ես դեպի թերություններն ես, ուզում մեծացնես, ուռճացնես, դա երկու բան է նշանակում։ Կամ քո տակը կեղտ կա եւ չես ուզում այդ կեղտը երևա, կամ երկիրը արդեն կործանել ես եւ չգիտես թե ինչ անես, կամ էլ թե չէ, ուղղակիորեն կայֆ ես ստանում, որ ժողովրդին ներվայնացնես եւ հետո քեզ դնում ես սրբի տեղ, որպեսի վանքի հավերը ուտես մինչեւ վերջ, հետո էլ ասես, որ ես հավերը չեմ կերել, այլ ԿՊ-ն է կերել, գնացեք ԿՊ-ին տպեք։ Դե հիմա վատ է որ ես քննարկումը կա։ Ես չեմ ասում։ Երբ որ ասում եք Նիկոլ Փաշինյան, հիմա բազմաթիվ մեդիաներ, տեսեք մենք արդեն որտեղ ենք հասել։ Նիկոլը իր առաջի գրառումը արեց մոտ մի 10-15 օր առաջ եւ սկսեց քննարկում, այս քննարկումը այսպես պիկով կբարձրանա վերև եւ հետո ինքը միանգամից կկտրի եւ ինքը գլխով կինգնի ցած։ Եվ որոշ ժամանակ հետո նորից կանի։ Երբ որ ցանկացած խաղ պիտի ունենա երկու կողմ։ Եթե մի կողմը արհամարում է եւ իր մատնացույցը անում է ոչ թե իր ասածները, այլ ասում է, որ գիտես ինչ է, երկրի տնտեսությունը այսօր քանդվել է եւ շարունակում է քանդվել։ Բանակի վիճակը այսպես է։ Սահմաններում այսպես են։ Երբ որ ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ թմրանյութերը ազատեք, մարիխուանան ազատեք, դա տարածվում է երիտասարդության մեջ։ Արդեն գիտության ու կրթության նախարարուհին, որը ոչ մի բան չէր հասկանում, արդեն ինքն է սկսել ահա զանգել, որ դպրոցներում արդեն թմրանյութ է բաժանվում։ Դուք հիմա նկարագրում եք մի հատ իրավիճակ, որտեղ բոլոր խմբագրությունները, բոլոր հանրային գործիչները, բոլոր ընդդիմադիրները, բոլոր Facebook-յան օգտատերերը մի բան հարցնեմ ինքս կներեք, կնոպկայով աշխատում են, այդ կնոպկան սեղմում են, ասում են հիմա չարձագանքել ու բոլորը չեն, կներեք, եթե դուք փողոցում քայլում եք ու տեսնում եք մի էշ զռռում է, անհընդհատ զռռում է, ինչ եք անելու։ Կամ փողոցում քայլում Եթե եք։ Երևանում քայլում ես, ասենք Հյուսիսային պողոտայով, եւ դեռ էս էշա զռռում,
քո համար անսովոր է որ հյուսիսային պողոտայում կարա լինի էշ ու ինքը զռում անդադ կարող ես պատտվել այդ էշի ուղությամբ հետո փնտրել ասել լավ սա քաղաք է գլխավոր պողոտաներից մեկն է այստեղ էշ չպետք է լինի ոստիկանությունը զգանում էշին տարեք խնդրում զռում է ինքը Լավ, եթե դուք գյուղում ես հանդիպում զռացող էշի դա արդեն նորմալ միջավայր է գյուղը էշել կարա լինի կարա զռայել կարա քացել տա լավագույն տարբերակ է էշի կողքով հանգիստ անցնել լավ, հիմա մենք Հայաստանի Հանրապետությունը եւ մի հիմար զռում է։ Իրա տիրոջ ասա կարեք վերսեք տարեք։ զռումա հյուսիսային պողոտայում Զռում է հույսիսային պողոտայում, այո։ Հիմա ինչ է, իր տերն էլ գնացել է ինչ որ միտեղ փախկվել է եւ այն հետեւից ասում է որ եթե զռան էշին տարեք։ Ինչ է կանելու։ Չէ, այդ էշին պետք է ինչ-որ ձև հանել այդտեղ։ Ով պիտի հանի։ Բոլորը կայնել են եւ քննարկում են զռացող էշին։ Ու ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Իսկ եթե էշը սկսեր նաև խոսալ, Այդ ժամանակ պիտի մարդկային ասենք, լեզվով։ այդ ժամանակ պիտի ասենք, որ Արդեն քննարկենք, չէ՞, դա էս էշա որ խոսում է։ Չեք ասենք, որ արդեն մենք բանը քվանտային բանու աշխարհում ենք Ուզում եմ ասել, պարոն Պետրոսյան, դուք երևի թե չեմ ուզում վատընջի, բայց երևի թե հին մարդ եք։ Չէ, ես հին մարդ չեմ, Չէ, շատ տեղեկատվական տեխնոլոգիաները այս 21-րդ դարում հնարավորություն չեն տալիս ինչ որ թեմա ուղակի չարձագանքել։ Այսինքն չկա 20 խմբագրություն միայն, հիմա ամեն Facebook-յան էջ խմբագրություն է։ Չկա ավարտեմ էլի դուք ձեր միտքը կասեք։ Չկա 20 խմբագրություն, որ ասենք ընդդիմադիրներով իրար հետ պայմանով ասեն եկեք անտեսենք։ Դուք որպես մեդիայի ղեկավար շատ լավ գիտեք թե ինչ է մեդիա գրագիտություն։ Ճիշտ է։ Հայաստանում որևիցե մեկը չի փորձում հասարակության մեդիա գրագիտության մակարդակը բարձրացնել վերև։ Եվ արդյունքում մեր մեդիան Հայաստանում հայտնվում է այն վիճակում, որը որ հիմա կա։ Այսինքն բոլորը վազում են իրադարձությունների հետևից եւ քննարկում են թե Նիկոլը ինչ է անում։ Արևմտյան պետություններում լուրջ մեդիաները իրար հետ միշտ ունեն պայմանավորվածություն, որ օրինակի համար, եթե Թրամփը ինչ որ մի հիմարություն ասեց, բոյկոտենք իրեն եւ վերջանա։ Արևմտյան մեդիաները, որոնք կապ չունեն Թրամփի հետ, այդ դասակարգումը արեք։ Լավ, հիմա ես այդտեղից հայելային գալիս եմ Հայաստան։ Հայաստանում քանի ընդդիմադիր մեդիա կա։ 10 20 Չգիտեմ, թիվ չգիտեմ։ Երկու մեդիա կա։ Կլինի։ Լավ, այդ երկուսի չեն կարող իրար հետ պայմանավորվեն, որ թող ինչ ուզում է խոսի, մենք ամեն մեկս ունենք 50 հետևորդ, այդ 50 մարդու մեդիա գրագիտությունը արեք բարձրացնենք։ Չեն կարող անել։ Որտեվ դա անլուրջ խոսակցություն է։ Չէ, բացարձակ անլուրջ խոսակցություն չի։ Չէ, կներեք, այդ 50 մարդը ունիկալ հետևորդներ չեն, այսինքն չեն հետևում միայն այդ մեդիային, ուրիշ մեդիաներին էլ են հետևում։ Թող հետևեն։ Ու երկրորդը ամենակարևորը սոցիալական ցանցերը, այսօր Facebook-ը Հայաստանում շատ ավելի մեծ դեր է կատարում։ Ես կարծում եմ, որ սոցիալական ցանցերը, այդ թվում Facebook-ը, Twitter-ը, TikTok-ը եւ մնացած ամենը արդեն իրենց դերակատարումը սկսել է դեպի ցած իջնել եւ այն պիկը, որ կար ժամանակին, արդեն դա չունի։ Դա իմ վերլուծությունը չի, դա համաշխարհային վերլուծությունների, որը իրականացվում է։ Դրանց ագին հերո ենք։ Այն ինչ որ ասում եք, որ ես հին մարդ եմ, այո, հին մարդ եմ, բայց նոր ագնոսներով եմ, տեսեք, ագնոսները նոր է, ժամանակակից ագնոսներ են։ Եվ երբ որ բացարձակ Ես իմ կյանքի մեջ իմ ամենամեծ թերությունը, որ իմ ընկերները միշտ ինձ ասել են, որ չափից ավելի ռեալիստ ես եւ իդեալիզմ չկա քո մոտ։ Դա էլ մի քիչ գլուխ կողան, որպեսզի ասեն ժամանակակից մարդ է։ Եվ խնդիրը նրանում է, որ մենք այսօր գտնվում ենք մի տեղեկատվական պատերազմում, որտեղ կոչվում է ճանաչողական պատերազմ։ Եվ նույն մարդիկ, ովքեր որ վերլուծել են ճանաչողական պատերազմը, իրենք են ասում, որ եթե ուզում եք տեղ չհասնի այդ պատերազմը իր նպատակին չհասնի, քանի որ ճանաչողական պատերազմի հիմնական նպատակը նա է, որ դու հակառակորդիդ, թշնամուդ, ընդդիմադիրիդ
մրցակցի պարտադրես մտածի այնպես ինչպես որ դու ես մտածում։ Միակ ձևը, որ այս պատերազմի մեջ դու չպարտվես, այն է, որ չմասնակցես։ Սա ասեմ, իմ մոտեցումը չի, սա մասնագետների մոտեցումն է։ Եվ իրենք են ասում, որ այդպես է։ Լավ, հիմա եթե այդ մասնագետները ովքեր որ հնարել են, Մասնագետները իհարկե ճիշտ են ասում, պարոն Պետրոսյան, բայց Արեք նման բան մոտեցում կարող են ունենալ երկրներ, որոնք ունեն տեղեկատվական ինքնիշխանություն։ Աշխարհում չկա տեղեկատվական ինքնիշխանություն։ Հիմա Չինաստանը ներողություն, Չինաստանը Google-ի իր անալոգը ունի։ Համացանցի իր որտեղ իր տնտեսությունը թույլ տալիս այդքան ռեսուրսներ կուտակելու այդ նման բան ստեղծել։ Ժամանակին 1961 թվականին, երբ որ Մաոն փորձում էր ատոմային ռումբ ստեղծել, շվեյցարացիները եւ հետո եվրոպացիները սկսեցին ծաղրել Մաոյի վրա եւ ծաղրանկարներ էին տարածում ամբողջ Եվրոպայի տարածքում, որտեղ Մաոն մի մեծ թուղթը ձեռքը ասում է ժողովուրդ ջան, մեր անվտանգության համար կարևոր է որ մենք ունենանք ատոմային ռումբ եւ մյուս կողմը ժողովուրդը մուրացկանություն էր անում եւ եվրոպացիք ասում էին այդ քո ատոմային ռումբը քանի կոպեկ կարժենա եթե քո ժողովուրդը սոված է 1970 թվականին Չինաստանում 1% էր որը աղքատության մակարդակից վեր էր 99%-ը աղքատության մակարդակի տակն էին հիմա Չինաստանում 70 թվականին Չինաստանի ազգաբնակչությունը շուրջ 730 միլիոն էր հիմա իրենք մոտ 1.5 միլիարդ են 2025 թվականին Չինաստանում պաշտոնական տվյալներով, որը արևմուտքն է տարածել, ընդամենը Չինաստանի 0.2%-ն է աղքատության մակարդակից ցածր։ Այսինքն, եթե պետությունը ունի հստակ ծրագիր, ինքը գիտի եւ ուր է ուզում գնալ, ժողովրդին ուղղակիորեն բացատրում է, որ ժողովուրդ այսօր մենք այս դժվարությունը քաշում ենք, որպեսզի հասնենք այստեղ։ 1990 թվականին Պակիստանի նախագահը հայտարարեց, որ մենք խոտել կուտենք, բոլոր չարչարանքները կքաշենք, բայց մենք պետք է ստեղծենք մեր ատոմային ռումբը։ Եվ իրենք հասան դրան։ Հիմա եթե մեզ պետք է մեր անվտանգությունը ապահովել եւ պետք է զրկանքներ կրենք, պետք է որ դրա համար Նիկոլը խոտ ուտի, թող ուտի։ Այստեղ հարցը Նիկոլը չի։ Արեք ամեն ինչը նայեք։ Ախր ռեսուրսների տարբերությունը։ Ռեսուրսների դուք կարծում եք Հայաստանը քիչ ռեսուրս ունի։ Դուք կարծում եք 3 միլիոնանոց Հայաստանը առավելագույն դեպքում։ Կարելի է համացանցային անվտանգություն, այսինքն կտրել Facebook-ից համաշխարհային ցանցերից, ասել մենք լոկալ ցանց ենք սարքում։ 3 միլիոնով իրար հետ շփվում ենք, դա նորմալ է։ Իսկ գրեթե 1.5 միլիարդը կարող է ինքն իր մեջ շփվել։ Կներեք, բայց եթե դուք մեդիա գրագիտությունը զարգացնեք եւ ժողովրդին ասեք, որ օրինակի համար ձեր ասածը հետեւյալն է, որ երիտասարդը, քանի որ ինքը մտնում է ինտերնետ եւ ինքը նայում է օրինակի համար պոռնո կայքեր, չես կարող իրեն արգելես, որ դա միանի։ Այո, չես կարող։ Բայց եթե կողքին լինում է մեդիա գրագիտություն եւ ասվում է, որ գիտեք ինչ, այդ պոռնո կայքերը, որ դուք մտնում եք, այսպիսի հոգեկան եւ հետո ֆիզիկական եւ հետո բարոյական ազդեցություն է թողնում, այդ երիտասարդը եթե մի քիչ խելացի լինի, մի քիչ մտածող լինի, կհետևի դրան։ Իսկ եթե դուք դաշտը բաց եք թողնում եւ որևիցե մեդիա գրագիտություն չեք տարածում եւ չեք ժողովրդին ճանաչացնում իր խնդիրների հետ, կլինի այն ինչը որ կա եւ գվազեք իրադարձությունների հետևից։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Նույնպես։ Ես շնորհում զրուցում եմ Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։